Մի կայծ, և կրակն ընդամենը մի քանի րոպեում տարածվում է։ Գարնանը գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին զուգահեռ ավելանում են չոր խոտածածկույթի և խոզանների այրման դեպքերը։ Այնինչ շատերը համարում են ցանքատարածքներն ու արոտավայրերը արագ մաքրելու միջոց, իրականում կարող է վերածվել աղետի, վնասելով թե բնությունը, թե մարդու առողջությունը։ Մասնագետները շեշտում են, որ սա ոչ միայն սխալ, այլև վտանգավոր գործելակերպ է։ Խոզանների այրումը լուրջ խնդիր է հանդիսանում ագրոէկո համակարգերի համար եւ ոչ միայն տվյալ դաշտի, այլ ամբողջ տարածքի համար, ինչու, որովհետև ագրոէկո համակարգի տարրերը կարող են վնասվել։ Փոխվում է հողի օրգանական կազմը, նվազում խոնավությունն ու հողի բերիությունը։ Թեև որոշ քաղաքացիներ կարծում են, որ չոր խոտածածկույթի այրումից հետո բերքը կարող է ավելանալ, մասնագետները զգուշացնում են, դա ժամանակավոր երևույթ է։ Միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում բերքատվությունը կտրուկ նվազում է։ Դա պայմանավորված է այն համալիր բացասական ազդեցությամբ, որը ունի խոզանների այրումը։ Կրակը լուրջ սպառնալիք է նաև կենդանական աշխարհի համար։ Վնասվում է էկոհամակարգը եւ աստիճանաբար կորցնում ինքնավերականգնման կարողությունը։ Փրկարծարայությունում արձանագրում են, խոզաների այրման դեպքերը հաճախ հանգեցնում են մեծ հրդեհների։ Հրդեհների ընթացքում առաջացող ծուխն ու վնասակար նյութերը բացասաբար են ազդում նաև մարդու առողջության վրա, մեծացնելով հիվանդությունների առաջացման ռիսկը։ Հրդեհի հետևանքով մթնոլորտ է արտանետվում բենզապիրեն, վտանգավոր նյութը, որը կարող է հանգեցնել մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների, ալերգիկ հետևանքների, ինչպես նաև կարող է առաջացնել թոքերի քաղցկեղ։ Հիշեցնենք, որ գյուղատնտեսական հողերում խոզանների, բուսական մնացորդների ու չորացած բուսականության այրումն առաջացնում է տուգանքի նշանակում, ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 50 չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ 150 չափով։ Ինչ վերաբերում է անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքներում այրմանը, ապա այն առաջացնում է տուգանքի նշանակում, ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 100 չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ 300 չափով։ Մասնագետները խորհուրդ են տալիս խոզանը ոչ թե այրել, այլ օգտագործել։ Կարելի է թողնել հողի վրա, կարելի է խառնել հողի վերին շերտի հետ, կարելի է կոմպոստացնել, կարելի է համադրել այնպիսի մշակաբույսերի հետ, որոնք հողը հարստացնում են ազոտական միացություններով։ Գործիքակազմը շատ մեծ է, պետք է ցանկություն եւ հնարավորություն սովորելու եւ նոր տեխնոլոգիաներին տիրապետելու։ Կոչ եմ անում մեր քաղաքացիներին խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հաշվի առնելով հրդեհավտանգ ժամանակաշրջանը, որը սկսվում է ձնհալոցքից եւ տևում մինչեւ խորաշուն, այսինքն հորդառատ տեղումներ։ Հարգելի քաղաքացիներ, խուսափեք խոզանների այրումից, հոգ տարեք ձեզ շրջապատող բնության մասին, իսկ նկատած ծխի կամ հրդեհի դեպքում զանգահարեք 112 հեռախոսահամարին։